Հարգելի գործընկերներ, այսօր մեր մեծ հայրենակից Հրանտինքի ծննդյան օրն է։ Եթե չլիներ 8 տարի առաջ թուրք ազգայնականների կողմից կազմակերպված այդ ոճրագործությունը, Հրանտինքը կլիներ 61 տարեկան։ Դինքը Թուրքիայի այն քաղաքացիներ, որ պայքարում էր հանունային Թուրքիայի, որը կլիներ այնտեղ ապրող ժողովուրդների համար խաղաղ եւ անվտանգ հայրենիք, որտեղ մարդկային իրավունքներն ու արժանապատվությունները հարգված կլինեին անկախ ազգային եւ կրոնական տարբերություններից։ Հենց այդ պատճառով այսօրվա Թուրքիան կա երկու ժամանակագրություն։ Մինչև Հրանտինքը եւ նրա մահից հետո կա երկու հասարակություն, մեկը որ հոգեկան բավարարվածությունն ապրեց Դինքի սպանությունից եւ մյուսը, որը սկաց Դինքի մահը, համարելով դա իր երկրի ողբերգությունն ու պարտությունը։ Այսօր Թուրքիան կանգնած է շատ լուրջ պատմական եւ քաղաքական ճամփաբաժնի վրա։ Այդ երկրում նոյեմբերի 1-ին նշանակված է արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի քաղաքական իշխանությունները չկարողացան մարսել այն փաստը, որ իրենց երկրի խորհրդարանում կարող է լինել քրդական կուսակցություն, եւ կառավարություն ձևավորելիս պետք է հաշվի նստել այդ կուսակցության հետ։ Թուրքիայի իշխող վերնախավը այդ հնարավորությունը պետք է օգտագործել, որպեսզի երկրի ներսում միջէթնիկական համերաշխություն ձևավորվեր, սակայն ընդհակառակը որոշեց գնալ ազգայնականության բորբոքման, թուրք եւ քուրդ ժողովուրդների միջև թշնամության հրահրման ճանապարհով։ Թուրքիայի իշխանությունները այսօր ստեղծել են ճիշտ այնպիսի իրավիճակ, ինչը ստեղծվել էր 1915 թվականին, երբ թուրք հասարակությունը համոզված էր, որ երկրի անվտանգության եւ խաղաղության միակ թշնամին մեկ այլ ժողովուրդ է։ 1915-ին թշնամու կերպարը մարմնավորում էին հայերը, իսկ 2015-ին քրդերը։ 1915-ին թվում էր, թե միայն հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման միջոցով է հնարավոր ապահովել թուրքական հասարակության անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Հիմա քուրդ ժողովրդի։ Առաջիկա ընտրություններում թուրքական ազգայնականության հաղթանակը ուղիղ գծով տանում է դեպի նոր ցեղասպանություններ, որի զոհը կարող են կդառնան ոչ միայն քրդերը, այլ այդ երկրի տարածքում ապրող ժողովուրդները եւս, այդ թվում նաեւ հայերը։ Արևմտայից ազգային համագումար միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացության անունից դիմում եմ թուրքական հասարակության այն առաջադեմ հատվածին, ովքեր մտահոգված են Թուրքիայի ապագայով, ովքեր հասկանում եւ գիտակցում են հայոց ցեղասպանության ճանաչման մեջ Թուրքիայի շահը, ովքեր մտածում են ցեղասպանության հետևանքների վերացման մասին, թույլ մի տվեք, որ Թուրքիան հետ գլորվի դեպի արյունոտ միջնադար, թույլ մի տվեք, որ Թուրքիայի պատմությունը հարստանա մի նոր ցեղասպանությամբ։ Մենք հայերս արդեն 100 տարի պահանջում ենք, որ ամբողջ աշխարհը եւ Թուրքիան թուրք հասարակությունը ընդունեն եւ դատապարտեն հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ առաջին հերթին հանուն նրա, որ այդ ցեղասպանությունը չկրկնվի, որովհետեւ անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվելու հավանականությունը շատ մեծ է։